այն ինչ որ դուք ներկայացրել եք, որևիցե հիմնավորում տակը չունի։ Ես չեմ բացառում, որ կան ինչ-որ փաստեր, որոնք ձեր ընկալմամբ կարող են դիտարկվել որպես բռնաճնշումներ։ Ես չեմ բացառում, որ նույնիսկ ինչ-որ փաստեր կարող են լինել, որոնք ուսումնասիրության արդյունքում մոտ էլ կարծի ձևավորեն, բայց կներեք, չի կարելի ունենալ 3 էջանոց հայտարարություն, 2 տողանոց հիմնավորում եւ ասել դե էսա։ Ես հայտարարությունը շատ հարմար կարող լիներ այս ճանճերին ոչնչացնելու համար, որտեղ հարմար է։ Բայց ինքը որից է բանի մասին չի կներեք էլի։ Գիտեմ։ Ծիծաղելի չի, իրոք ծիծաղելի չի։ Ծիծաղելին գիտեք ինչ է։ Ծիծաղելին այն է, որ մենք դուք բերել եք փաստաթուղթ, շատ քաշ գիտակցելով, որ այդ փաստաթղթում արկա դիրքորոշումները եւ մոտեցումները որևիցե անաչառ կառույցի կողմից չեն կիսվում։ Եթե կիսվում են Տիկին Վարդանյան, գոնե մեկ կառույցի կարծիք ներկայացրեք, որովհետև ցանկացած կառույցի ցանկացած կարծիքի հետևից մենք գնում ենք։ Ես չեմ ասում Քավլիցի, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մակարդակում ամեն ինչ իդեալական է։ Դա կլիներ առաջի քայլը դեպի արձանագրում, որ երկրում առկա է ավտորիտարիզմ։ Եվ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը բազում անգամներ անդրադարձել է վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում առկա խնդիրներին, անդրադարձել է ինքնավար մարմինների ձևավորմանը, անդրադարձել է արդարադատության համակարգին, անդրադարձել է որոշակի օրենսդրական ակտերի ընդունմանը կամ չընդունմանը։ Կա նման խնդիր, բայց քաղ բանտարկյալների խնդիր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում, որին դուք հղում եք կատարում, չկա։ Այսինքն կառույցը, որը մշակել է այդ բանաձևը ընդունել է, այդ բանաձևի հիման վրա ենթարկում է պետություններին տարատեսակ պատասխանատվության, մենք գիտենք ինչպես եւ ոնց։